Բարևներ բոլորին, ժողովուրդ ջան, այսօր դեկտեմբերի 31-ն է, մի րոպե։ Oh, the weather outside. Քանի որ մենք հիմա նկարում ենք տեսանյութը ու դեռ ձյուն չի եկել, ես որոշեցի արհեստական ձյուն փչել։ Այսօր մենք զանգարելու ենք բոլոր երկրների ձմեռապապներին։ Այո, գոյություն ունեն հեռախոսահամարներ, որոնց զանգարելով մենք զանգահարում ենք տարբեր երկրների ձմեռապապներին ու նաև լսելու ենք նրանց պատմությունները։ Դնում ենք լայքերը, բաժանորդագրվում ենք, իսկ մենք սկսեցինք։ Այսօր նոր տարի է ու բոլորի սեղանները ունեն այս տեսքը։ Բայց ես իմ սեղանը ամբողջությամբ դատարկել եմ, որ նկարենք շատ հետաքրքիր տեսանյութ։ Գնացինք եւ ուրեմն եկեք զանգարենք մեր առաջին հեռախոսահամարին՝ Հարավային Դակոտա։ Եկեք լսենք այդտեղի ձմեռապապի պատմությունը։ Հարավային Դակոտայի երեխաները ձմեռ պապին պատկերացնում են որպես կախարդական կերպար։ Նրանք հավատում են, որ նա ապրում է ջնածածկ հյուսիսային բեռում, գաղտնի լսում է յուրաքանչյուր երեխայի ցանկությունը։ Ձմեռ պապը ունի երկար սպիտակ մորուք կարմիր կոստյում։ Նա թռչում է երկնքով, կախարդական եղջերուների ուղեկցությամբ նվերներ բերելով բոլորին։ Այո, ինչպես հասկացանք, այնտեղի ձմեռապապը երեխաների ցանկությունները թաքուն լսում է եւ կատարում է։ Եկեք զանգարենք, ինչ շատ հետաքրքիր է։ Եկեք զանգահարենք։ Վերցրեց։ Հայրենի համար սեղմեք մեկ։ Ես քանի որ Հարավային Դակոտայի լեզվին հիասքանչ տիրապետում եմ, հիմա կթարգմանեմ հայերեն։ Ասում է այնց դու բաժանորդագրվիր ալիքին, դիր լայք եւ պայիր երազանք եւ հենց հիմա կկատարվի քո երազանքը։ Դե եկեք փորձենք։ Հենց պայիր երազանքդ գրիր մեկնաբանություններում եւ տեսնենք ումը կկատարվի, ումը ոչ։ Իսկ հիմա զանգում ենք երկրորդ հեռախոսահամարին։ Այովա, ԱՄՆ։ Եկեք լսենք այդտեղի ձմեռապապի պատմությունը։ Մտածել եք, թե ինչպես են Այովայի երեխաները պատկերացնում ձմեռ պապին։ Նրանք պատկերացնում են, թե ինչպես է նա իր սահնակով թռչում ջնածածկ տների վրայով լուսնի լույսի ներքո։ Այնուհետ նա իջնում է ծխնելույզով նվերներ է դնում բուխարու մոտ կախված կուլպաների մեջ։ Ես էլ եմ զարմացած։ Պարզվում է, այնտեղի ձմեռապապը նվերները դնում է գուլպաների մեջ, պատկերացնում եք, եկեք զանգահարենք։ Զանգը գնաց, դրել եմ բարձրախոս։ Ձմեռապապ։ Բայ, ժողովուրդ, ցավոք սրտի ես պարզեցի, որ երկրորդ հեռախոսահամարը չի աշխատում ու դրա համար եկեք անցնենք երրորդին։ Երևի Այովայի ձմեռապապը հանգստի մեջ է կամ էլ ինքան շատ նվերներ հենց ձեզ համար բերում, որ չի կարողանում պատասխանել։ Գնացինք երրորդ հեռախոսահամարին։ Ավստրալիա ձմեռ պապը գալիս է ոչ թե ամանորին, այլ ամառային շոկի, երբ մարդիկ նոր տարին դիմավորում են ծովի ափին։ Ասում են, նա երբեմն սահնակ չի օգտագործում, այլ գալիս է սերֆինգով կամ հատուկ կախարդական նավով։ Պարզվում է Ավստրալիայի ձմեռապապը ոչ թե գալիս է ձմռանը, այլ ամռանը, եւ ոչ թե գալիս է իր հեքիաթային սահնակներով, այլ գալիս է սերֆինգով։ Ես շատ էի զարմացել, իսկ դուք եկեք զանգահարենք երրորդին։ Գնացինք, զանգահարում ենք, տեսնենք։ Ժողովուրդ ջան, մոտ 40 րոպե է մենք ման են գալիս ավստրալիացի ձմեռապապիկի հեռախոսահամարը։ Արդեն 4 հեռախոսահամար զանգել ենք ու 4-ը էլ անասանելի է, կամ զանգը գնում է պատասխան չկա։ Հիմա վերջապես գտել եմ մի հեռախոսահամար, որը տվել է ChatGPT-ին եւ ասում է, որ հենց դա է իրական ավստրալիացի ձմեռապապիկի հեռախոսահամարը։ Եկեք զանգահարենք։ Խնդրում եմ էլի վերցնեն ժողովուրդ։ Եթե սա էլ չստացվի, շատ վատ կլինի։ Սրեց։ Անկեղծ չեմ հասկանում ինչ ասում, եթե դու հասկանում ես գրի մեկնաբանությունները։ Վախ, ժողովուրդ, էս էլ է գրած Դանիա։ Չէ, ժողովուրդ, ցավոք սա էլ էր գրած Դանիա, բայց պետք է լիներ Ավստրալիայինը, բայց ոչինչ, կարևորը գոնե պատասխանեցին, ու այսինքն ձմեռապապները մեզ սիրում են ու պատասխանում են, եկեք զանգենք մեր քորորդ հեռախոսահամարին, ԱՄՆ North Pyle Holding։ Հյուսիսային բեռի Սանտան, ում մասին հավատում են, որ ունի հսկա աշխատարան լի էլֆերով, խաղալիքներով ու կախարդական ժամացույցներով։ Սանտան այստեղ համարվում է բոլոր երեխաների խնամակալը, ով ամբողջ տարի հետում է, ով բարի է, ով ոչ։ Ես էլ էի ապշած, որ իմացա ձմեռապապը ունի հսկա էլֆեր, անկեղծ ինձ էլ էր շատ հետաքրքիր լսել այս փաստերը։ Խնդրում եմ պատասխանել։ Ադե։ Վերցրին։ Շատ լավն է այս ձմեռապապ։ Ջան, առաջինը, որ ես հասկանում եմ։
Շան առաջինը, որ ես հասկանում եմ, դե անգլերեն է։ Դու անգլերենից լավ ես գրի մեկնաբանություններն։ Ժողովուրդ, ես մինչև վերջ լսեցի։ Ուզում եմ թարգմանել Ձմեռ պապը ինչ էր ասում։ Ասում էր ապրես, որ այս տարի եղել ես բարի, սիրել ես բոլորին, օգնել ես ինքդ քեզ եւ տարբեր մարդկանց։ Շարունակիր լինել այդպիսի ուրախ, այդպիսի ջերմ եւ այդպիսի խելացի։ Ժողովուրդ, դա ինձ ձեզ էր ուղված, ապրեք, որ այդպիսի խելացի եւ բարի եք։ Էդի օպերատոր ջան, ամբողջ տեսանյութը հարամվեց։ Սկզբից հեռախոսը համարները չէին աշխատում։ Հետո ես էի սկսում կակասել։ Ինչ կարելի է անել։ Զանգի իրական Ձմեռ պապին։ Ճիշտ ես ասում, կարելի է զանգել իրական եւ հայկական Ձմեռ պապիկին։ Հենց հիմա զանգեմ։ Մենք վերցնում ենք եւ զանգահարում ենք։ Բարև իմ սիրելի Նարեկ, լսել եմ, որ դու այս տարի շատ բարի ու ստեղծագործ ես եղել։ Շնորհավորում եմ քեզ քո հետևորդներին գալիք 2026 թվականը։ Թող ձեր տները լի լինեն հրաշքներով, հաջողությամբ։ Ուշադիր լսիր, եթե քո սիրելի հետևորդները հիմա սեղմեն բաժանորդագրվելու կոճակ, ապա 2027 թվականին դուք հասնես քո երազած 100,000 հետևորդին։ Շարունակիր ստեղծել հրաշքներ, իմ փոքրիկ ընկեր։ Հաջողություն Ձմեռ պապ։ Դե ինչպես հասկացանք, Ձմեռ պապը կատարելու է բոլորիս երազանքները, իսկ իմ երազանքն է 2027 թվականին ունենալ 100,000 հետևորդ, ու այնց դու ինձ կարող ես օգնել, ընդամենը դիր լայք, բաժանորդագրվիր, եւ մենք մյուս տարվա վերջ կդառնանք 100,000 հետևորդ։ Իսկ նոր տարվան քիչ ժամանակ է մնացել, ես գնա։ Խոզի բուդը։ Ողջույն։ Ավարտվեց 2025 թվականը։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ աջակցեցիք ինձ, բաժանորդագրվել եք եւ դիտում եք։ Ալիքը գործում է ընդամենը 1 տարի։ Մենք միասին հասել ենք 20,000 հետևորդ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Ցանկանում եմ 2026 թվականը բոլորիս համար լինի ձեռքբերումներով լի տարի։ Առողջ լինենք բոլորս։ Ապրես այնց դու, որ բաժանորդագրվել ես եւ դիտում ես իմ տեսանյութները։ Եթե դուք չլինեիք, ես հենց հիմա այստեղ կանգնած չէի լինի։ Ես արդեն հանձնված կլինեի եւ դրա համար շնորհակալ եմ ձեր աջակցության համար։ Դե թող լինի բոլորիս համար լավ տարի։ Կհանդիպենք 2026 թվականին ավելի մեծամասշտաբ տեսանյութներով։ Շնորհակալություն։ Մեզ բոլորիս ցանկանում եմ առողջություն, հաջողություն։ Դե կհանդիպենք 2026 թվականին։ Հաջողություն։